Հաստատից կարմիր գծերի թանկացումը լրիվ անիմաստ էր, որտեվ քաղաքը այս մի տարվա, մի քանի ամսվա ընթացքում ավելի խցանված է դարձել։ Տեսեք, կարմիր գծերը իմ, ձեր, մեր ժողովրդի ում գրպանը մտել ու մարդկանց քերում են, այդ մարդկանց տեսակետից է սխալ։ Ու այս մենք մեծամասնություն ենք ու մենք ճիշտ ենք։ Իրանց տեսակետից լրացուցիչ մարդկանց ջեբը մտնել քերելու տեղ են գտել, քերում են այս մարդիկ փող են տանում։ Այսինքն իրանք իրանց մուդի մեջ ճիշտ են, իրանք խնդիր են դրել ժողովրդին տուգան են, տուգանքի մատերիալ սարքեն։ Այդ առումով իրանք իրանց մուդի մեջ ճիշտ են, բայց իրականության մեջ դա խայտառակություն է։ Ուղղակի խայտառակություն է։ Դրան գումարվել է երթևեկության սխալ կազմակերպումը, որը անհասկանալի փողոցները բացում, փակում, էս են անում, են անում, դա հարց չի լուծում։ Հիմնական հարցի լուծողը պիտի փողոցի թողունակությունը դու կարգավորես օրինակի համար։ Նոր ճանապարհներ գցես, օրինակ պիտի Արշակունյացը գնում կպնում է Իսակովին, այդ գեմպլանում կար 8 տարի սրանք իշխանության են, 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել։ Մի հատ Երևանում լուրջ կառույց կարող եք ասել։ Լուրջ կառույց կարող եք ասել, ոչ մի հատ մոստ է Երևանում կառուցվել, ոչ մի հատ նոր թունել է կառուցվել Երևանում, ոչ ճանապարհ նոր կառուցվել։ Ինչ են արել սրանք, էլի, ով կարող ասի։ Երևանի բյուջեն է դարել է 160 միլիարդ դրամ համարյա։ Եկող տարի ավելի շատ։ Գույքը հարկը թանկացնում եք, ավտոբուսների մեջ տուգանում թանկացնում եք, ամեն հերիք եղավ, զզվել ենք էլի ձեր ուզածն ի՞նչ է։ Մենք տեսանք նաև, որ այս ամսվա ընթացքում Նուբարաշենի աղբավայրն էր կրկին այրվում, էլի ծուխ էր, քաղաքը ամբողջությամբ ծխի մեջ էր, դու դա համընկավ Էրեբունի Երևան տոնի հետ։ Ինչ եք մտածում սրա մասով։ Նշել էին, որ կլուծեն այդ հարցը, բայց ինչպես տեսնում ենք, դեռ չեն լուծում։ Տեսեք, ստել են իրանք կեղծ ու ստախոս, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որովհետև Երևանի միջնաժամկետ ծրագրերը, ծախսային ծրագրերը, որը բերել ներկայացնում ենք 26-ից 28 թվականների, աղբի վերամշակման գործարանի համար 0 կոպեկ է հատկացված, նոր աղբավայրի համար 0 կոպեկ է, ստեղ էլ է պահանջում կոնցեպտուալ լուծում, նույնպես անդրադառնալու ենք, այսինքն մենակ խնդիրն այդ չի, որ Զիբիլյանոցը փակես, աղբանոցը նորը կառուցես, եթե դու չես վերամշակում, ինչ, նույն չարիքը բերում ես, ընդ ավելի վատ բաներ կարա տեղի ունենա, հասկանում եք, ստեղ էլ է պետք, այս մարդիկ այսքան պարտքի վրա վերցնում բան են անում, մտնում են մեր ժողովրդի ջեբը, ամեն ինչ թանկացնում են, դիմացը տալիս են 0, որպես հանրային բարիք 0, այդ վառելն է որ կա, ես խորին կասկած ունեմ, որ դա հենց արել են քաղաքապետարանի աշխատակիցները ու բացատրեմ ինչի համար։ Տեսեք, այս ծառերի ճյուղերը որ կտրում են։ Գիտեք ինչ են անում իրանք։ Օրինակ դուք ինչ կանեիք, եթե ծառերի ճյուղերը կտրեք քաղաքի իշխանությունը լինեիք։ Ինչ կանեիք։ Առնվազն կբաժանեիք անապահով ընտանիքներին, ճիշտ է։ Եթե չեք կարողանում մի քիչ զոր կլներ, հայտարարություն կտայիք, ասեք, այս ինչ տեղն է, ժողովուրդ, եկեք տարեք, ճիշտ է։ Դա կլներ բարոյական եւ նորմալ։ Սրանք գիտեք ինչ են անում։ Ֆուտբոլի ակադեմիայի կողքը քաղաքացին զանգում է սրանց, ասում են, հրդե է հերվի, ծուխը գալիս է, խեղդվում են մեր երեխեք այդ ավանում ակադեմիայի կողքը։ Ասում են, հա, մենք կզբաղվենք այդ հարցով։ Երկրորդ նամակն է գրում, երրորդն է գրում, չորրորդն է գրում, ստիպված ելում գնում դե տեսնում է ինչ, այդ ճյուղերը բերում տրցակներով դնում են, վառում են, հասկանում եք, բարոյականության սահման գնաց այնտեղ կանգնել եմ ես։ Նույնիսկ կանաչ ճյուղերը բերում դնում են, վառում են։ Արա մարդ եղեք։ Մեր քաղաքացիներն ինչքան ընտանիք կա, որ օրինակի համար խնդիր ունի, որ տաքանալու։ Լավ ուրիշ բան տարեք, գյուղերում մեր ժողովրդին բաժանեք, ասեք, թոնդի մեջ հաց կթխեք, սարքեք, էլի հասկանում եք։ Ցույց են տալիս, որ իրանք ժողովրդին չեն սիրում։ Չեն սիրում, դա համար վառում են կողքի ժողովրդին էլ որոշել են, որ ժողովուրդը կապ պիտի առարկա, կապ պիտի անեն, պետք է ուտեն, ինչ անեն, չգիտեմ ոնց բացատրեմ։ Դրա համար ասեմ, եթե դուք էնի անող եք, էնի խի պետք է ինչ անեք, որ եթե ճյուղերը վառում եք, Զիբիլյանոցն է կվառեք, ի՞նչ տարբերություն, ձեր համար մեկը սկզբում չկա։ Պրոթես անգամ բոցը տվել եք, երևի շատ ուժեղ էր կապը, չգիտեմ, էլի հասկանում եք, անկեղծ սրանց կառավարումը խեղկատակություն է, ուղիղ խեղկատակություն է։